Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվայում բանակցություններից հետո Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապ է հաստատել Կիևի պատվիրակության ղեկավարի հետ։ Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում, ամերիկյան պատվիրակության կարծիքով Մոսկվա այցը դրական ազդեցություն է ունեցել, մանրամասնել է Անդրեյ Սիբիհան։ Դիվանագետը հավելել է, որ Ուկրաինան զիջումների չի գնալու իր ինքնիշխանության հարցում, սահմանների ուժային փոփոխություն չի լինելու։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ Ռուսաստանում բանակցությունների արդյունքներից կախված Կիևի թիմը հնարավոր է առաջիկայում հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ, այդ թվում ամենաբարձր մակարդակով։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին մասնակցելու որոշումը վաղաժամ էր։ Եթե մենք համաձայնության հասնենք եւ մարտերը դադարեն, զենքն այլևս անհրաժեշտ չի լինի, ասել է Տայանին։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ զենքի փոխարեն անհրաժեշտ կլինեն այլ բաներ, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ստեղծել պայմաններ ԵՄ տնտեսությունում չինական ուղղակի ներդրումների ավելացման համար, ինչը կնպաստի նոր արդյունաբերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը։ Ըստ էության Եվրոպան պետք է բարեփոխվի ավելի մրցունակ լինելու եւ ավելի շատ ներդրումներ կատարելու համար։ Չինացիները հետապնդում են իրենց ներքին սպառումը ուժեղացնելու օրակարգը, եւ մենք պետք է գտնենք Եվրոպայում չինական ուղղակի ներդրումները մեծացնելու շրջանակ, որը կստեղծի ավելացված արժեք եւ աշխատատեղեր, ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Չինաստանը պատրաստ է գործակցել Ֆրանսիայի հետ համատեղ ձևավորելու խաղաղ եւ փոխշահավետ ապագա, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահը Պեկինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ Չինաստանը պատրաստ է գործակցել Ֆրանսիայի հետ համատեղ զարգացումը խթանելու, խաղաղություն կառուցելու եւ փոխշահավետ ապագա ստեղծելու, նաեւ շարունակաբար շարժվելու դեպի համատեղ ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը, նշել է Չինաստանի նախագահը։ Մոսկվայից Պուհուկետ թռչող Boeing 777 ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել։ Անձնակազմը հայտնել է առաջին ձախ շարժիչում հրդեհի եւ մարման աշխատանքի մասին։ Խնդրել է վերադառնալ մեկնման օդանավակայան։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 412 ուղևոր։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Պենտագոնում անցկացրել է Սուրբ Ծննդյան Եղևնու լույսերի վառման առաջին արարողությունը։ Մենք հավաքվել ենք Պենտագոնում Սուրբ Ծննդյան տոների օրհնությունը նշելու համար։ Մենք կլուսավորենք նոր մշտական տոնածառ, ասել է Հեքսեթը արարողության ժամանակ։ Պենտագոնի ղեկավարը լուսավորել է Պենտագոնի կենտրոնական բանկում գտնվող տոնածառը իր 8-ամյա դստեր, կնոջ եւ մյուս երեխաների ներկայությամբ։